Բարև ձեզ։ Սահմանադրական դատան ապրիլի 16-ին որոշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը համապատասխանում է սահմանադրությանը, բայց բարձր դատարանը երկու մեկնաբանություն է արել։ Որոշման մանրամասների ու մեկնաբանությունների մասին կզրուցեմ սահմանադրական դատանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ, որը նաև այս գործով զեկուցող դատավորն է եղել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Գրիգորյան, նախ անդրադառնանք բարձր դատարանի առաջին մեկնաբանությանն առ այն, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախ ուզում եմ հստակեցնենք, եթե պաշտոնյային վերագրվում է 50 միլիոնը գերազանցող գույք, որը մինչև պաշտոնը ստանձնելն է ձեռք բերել, դա չի համարվելու ապօրինի եւ բռնագանձման ենթակա, նկատի ունեմ արդեն դատարան ներկայացված հայցերի մասով։ Սահմանադրական դատարանի որոշման եւ պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից հստակ է, որ երբ խոսքը վերաբերում է պետական կոռուպցիայի դեմ պայքարին, առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարին, որը օրենքի նպատակներից մեկն է, պետական կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահի բավարարման նպատակով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված խոշորացույցի տակ պիտի հայտնվի այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պետական պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Սա ամենևին չի նշանակում, որ բռնագանձման ենթակա գույքը լինելով պաշտոնի ստանձնման պահից հետո ձեռք բերված գույքը, մինչ այդ անձի ունեցած գույքային դրությունը ուսումնասիրելու, ստուգելու իրավասություն պիտի իրավասու մարմինը չունենա, բայց դա պիտի ունենա ապացուցողական, ճանաչողական բնույթ, հիմնավորելու համար պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելու պահից գույքի ձեռքբերումների ողջ ծավալը եւ որոշելու համար, թե որքանով են դրանք ձեռք բերվել օրինական աղբյուրներ։ Այսինքն, եթե մինչև պետական պաշտոնի ստանձնումը անձը ունեցել է գույք, այդ գույքը որևէ կերպ հետագայում վերափոխվելու համար պետական պաշտոնը ստանձնելուց հետո այդ գույքը պիտի վաճառվի կամ փոխարինվի այլ գույքով, որոնք ինքնին արդեն օրենքի իմաստով հանդիսանում են օրինական եկամուտներ, այսինքն ինքնին որպես այդպեսին խնդիր չկա։ Իսկ իրավասու մարմնի կողմից մինչև պաշտոնի ստանձնումը ունեցած գույքային դրության ուսումնասիրությունը սահմանադրական դատարանի որոշման որևէ կերպ չի սահմանափակվում, բայց կրկնում եմ, դրա ողջ նպատակն է պարզելու համար, թե արդյոք կոնկրետ պաշտոն ստանձնելու պահի դրությամբ ինչ ծավալի գույք է ունեցել պետական պաշտոնատար անձը, որպեսզի հետագայում հնարավոր լինի պարզել, թե դրանից հետո իր ձեռքբերումներն ինչ ծավալի են եւ հետագայում տալ իրավական գնահատական, թե որքանով այդ ձեռքբերումները օրինական եկամուտների հետ համապատասխանության իմաստով ենթակային վարույթը շարունակելու, այնտեղ շեմ կա արդեն, շեմը բավարարվում է, որպեսզի դրանից հետո արդեն բռնագանձման նպատակով հետագա որոշումները կայացնեն կամ հայց ներկայացնել կամ հայց ներկայացնելուց ձեռնպահ մնալ։ Այսինքն կարող է ուսումնասիրել, բայց չլինի բռնագանձման պահանջ։ Այո, ճանաչողական, ապացուցողական նպատակներով, բայց ինքնին բռնագանձման ենթակա է պետական պաշտոնը ստանձնելու պահից ի վեր ձեռք բերված գույքը։ Իսկ որոշումից ինչ է բխում, պաշտոնի բնույթը էական է, օրինակ նախարարից սկսած է ենթակա բռնագանձման, թե վարչության պետերից, վարչության պետի ավագ օգնականից։ Իրականում որոշումից չի, որ դա բխում է։ Դա օրենսդիրն է արդեն որոշել, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով հստակորեն սահմանված է, որ այդ օրենքով գործադրվող մեխանիզմների հետաքրքրության կենտրոնում հայտնվում են այն պաշտոնները զբաղեցնող անձանց գույքը կամ նախկինում այդպիսի համադրելի պաշտոն զբաղեցած անձանց գույքը, որպիսի պաշտոնը ենթադրում է հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։ Սահմանադրական դատարանի որոշումը որևէ կերպ չի ազդում այդ պաշտոնների շրջանակի վրա։ Պարոն Գրիգորյան, եթե օրինակ 2011 թվականին անձը զբաղեցնում է պաշտոն, բայց 2012 թվականին ձեռք է բերել 800 միլիոն դրամի գույք ու 2021 թվականին ստացել է կաշառք ներգրավել որպես մեղադրյալ, դատախազությունը ուսումնասիրությունը սկսել է կաշառք ստանալու հիմքով։ Հիմա որոշումից ինչ է բխում, կարող է իրավասու մարմինը բացի 2021 թվականից բռնագանձել նաև 11-12 թվականներին ձեռք բերված գույքը, այսինքն մինչև հանցանքի կատարումը ու պաշտոնի ստանձնումից հետո ընկած ժամանակահատվածը։
ես փորձեմ ավելի սահմանադրական դատավորի դիտանկյունից այդ հարցի պատասխանը տալ։ Երկու նպատակ, որ հետապնդվում է օրենքով, մեկը կոռուպցիայի դեմ պայքարը, մյուսը հանցավորության դեմ պայքարը։ Սրանք միմյանց չբացառող նպատակներ են։ Կարող են ավելի հաճախ իրենք փոխլրացնել իրար։ Այսինքն միաժամանակ երկու նպատակներն առկա լինեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեկ վարույթի շրջանակում։ Սակայն դրանցից որևէ մեկի առկայությունը առանձին ինքնին բավարար է այդ վարույթը շարունակելու համար։ Հիմա դուք նշեցիք 2011 թվականին անձը պաշտոն է զբաղեցրել։ Այդ պահից ի վեր իր գույքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի տրամաբանությամբ այդ օրենքով խոշորացույցների տակ կարող է հայտնվել։ 2000 որ թվականին էր հանցանքը 2021-ին հանցանք 2021 թվականին կատարված հանցանքի առնչությամբ երկրորդ նպատակը կարող է ավելանալ դրան, բայց ես օրինակի վրա չեմ ցանկանա ավելի մանրամասներ ձեզ բացատրել, կարևորը որպեսզի հեռուստադիտողը իմանա, որ այս օրենքը երկու նպատակներից որևէ մեկի բավարարման համար բռնագանձման վարույթների մասին է։ Կոռուպցիայի դեմ պայքար եւ հանցավորության դեմ պայքար։ Այս հանրային շահերից որևէ մեկը արկա լինելու դեպքում վարույթը կարող է իրականացվել։ Ձեր կողմից նշված օրինակի վրա առաջինը կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահն էր 2011 թվականից օրինակ պետական պաշտոնը զբաղեցրել։ Այնպիսի պետական պաշտոն, որ օրենքով նախատեսված շրջանակի մեջ է։ Այդ պահից ի վեր կոնկրետ անձի գույքը կարող է հայտնվել այդ ուսումնասիրության շրջանակում։ Եվս մեկ հարց կխնդրեմ ձեր դիտանկյունից մեկնաբանել, եթե պաշտոնյան միջև պաշտոն ստանձնելը գնել է գույք եւ ըստ այդ որոշման, սահմանադրական դատարանի որոշման դրանք բռնագանձման ենթակա չեն, ապա պաշտոնը ստանձնելուց հետո այդպիսի գույքերը վաճառելու դեպքում եւ այդ վաճառքից ստացված գումարով այլ գույքեր ձեռք բերելիս դրանք բռնագանձման ենթակա են։ Նայեք, կրկին պաշտոնի ստանձնման պահը շատ կարևոր է, որտեղ մենք գործ ունենք պետական կոռուպցիայի դեմ պայքարի հանրային շահի հետ։ Եթե անձը մինչև այդ պահը ունեցել է գույք, այսինքն անկարևոր է ինչպես է ձեռք բերել, եթե օրինակ հանցավորության դեմ պայքարի նպատակի շրջանակում չի հայտնում, օրինակ հանցագործությամբ չի ձեռք բերվել։ Եթե մինչ այդ պահը անձը ունեցել է գույք, դրանից հետո այդ գույքի վերափոխումը պիտի տեղի ունենա մի այնպիսի միջոցով, որը օրենքով նախատեսված է որպես օրինական եկամտ, եթե նկատի ունեք վաճառել է եւ այդ վաճառքի գումարով ձեռք է բերվել այլ գույք, օրինակ դա կարող է լինել օրինական եկամուտներով ձեռք բերված գույք։ Բայց ինքնին գույքի ձեռքբերում ասվածը պիտի հասկանալ նաև տնտեսական արժեքի ավելացման իմաստով։ Այսինքն, եթե անձը ունեցել է X արժեքի գույք եւ իր պետական պաշտոնը ստանձնելու պահից ի վեր իր գույքի տնտեսական արժեքը մի կողմ թողած այն բնական ավելացումները, որ կարող են շուկայական տնտեսության պայմաններում բազմաթիվ այլ օբյեկտիվ պատճառներով ավելանալ։ Եվ նրա գույքի արժեքը ավելանում է այնքան, որ բացատրություն չկա դրան, այդ ավելացված գույքն է, որ դառնում է ձեռք բերված գույք որպես այդպեսին, որտեղ այն գույքը, որ նա ուներ պաշտոն ստանձնելու պահին, դա արդեն իր գույքն էր, եւ այդ գույքի հետևից գնալը պետական կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի նպատակ չի նախանշում ինքն իր մեջ։ Սա է, որ սահմանադրական դատարանն ասել է։ Եթե անգամ այդ գումարով է ձեռք բերել, այսինքն եթե անգամ մինչև պաշտոնը ստանձնելու գույքը վաճառելով է գումարը ձեռք բերել։ Մինչև պաշտոնը ստանձնելը ձեռք բերված գույքը կարող է ուսումնասիրվել իրավասու մարմնի կողմից, բայց ուսումնասիրվել ընդհանրապես դրա արկայությունը փաստելու համար։ Ես կարող եմ օրինակ բերել, այդպիսի բազմաթիվ էին։ Օրինակ պաշտոնատար անձը հայտարարում է եւ մեր տեղեկություններով դա տարածված պրակտիկա է եղել։ Իր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ օրինակ 100 միլիոն դրամ կանխիկ գումար։ Իրավասու մարմնի նպատակը ինչը պիտի լինի մինչև պաշտոնի ստանձնումը իր գույքային դրության ստուգումը։ Պարզելու համար թե որքանով է արժանահավատ այդ պնդումը, որովհետև ոչ միշտ դա այդպես կարող է լինել, եւ թե կարող է ապացույցների համախումբ ձեռք բերել, որով կփաստվի, որ իրականում շատ ավելի անարժանահավատ է այդ պնդումը, ինքնին շատ հնարավոր է որ պարզվի, որ 100 միլիոն կանխիկ դրամի հայտարարագրումը ինքնին նպատակ է ունեցել հետագայում
ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման դեպքում այդ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը քողարկելու համար։ Բայց անձը, որը իսկապես ունեցել է այդ գույքը, այսինքն ուսումնասիրության պարզվել է, որ այո, իսկապես արկա է եղել այդ գույքը կամ արժեքը պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ, իրավասու մարմնին չպիտի հետաքրքրի այն տրամաբանությամբ, այն կանխավարկածով, թե արդյոք մինչ պաշտոնի ստանձնման պահը այդ գույքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել, թե ոչ։ Կարող է հետաքրքրել բոլորովին այլ իրավական ակտերի նպատակի համար, բայց ոչ այս։ Ինքնին արկայությունն է, այդպիսի գույքի արկայությունն է, որ պիտի հետաքրքրի նրանց։ Եվ այդ գույքը արկա լինելու դեպքում հետագայում կարող է վերափոխվել գույքը, այսինքն օրինակ, չգիտեմ, անշարժ գույքը վաճառվել, դրա արժեքով ձեռք բերվել այլ գույք եւ միշտ հանգամանքներից է կախված, նախ պիտի նայել արդյոք ինչքանով են տնտեսական արժեքները իրար համադրելի եւ ինչքանով են դրանք իրար համապատասխանում, այսինքն այդ գույքն է, որ վերափոխվել է, թե ոչ, բայց եթե այդ գույքն է վերափոխվել, այդ գույքի ինքնին արդեն օրինական եկամտի միջոցով է ձեռք բերվում։ Նոր գույքը ինքնին օրինական եկամտի միջոցով է ձեռք բերվում, որովհետեւ ձեռքաբերվել մեկ այլ գույքի վաճառքի հաշվին։ Պարոն Գրիգորյան, Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ մեջբերում եմ օրենքով նախատեսված կառուցակարգի գործադրմամբ բռնագանձվելիք գույքի հանցանքի հետ կապն անձի դրսևորած վարքագծի պայմաններում որոշակի ողջամիտ հավաստիությամբ խնդրո առարկա գույքի հանցանքի արդյունքում ստացված լինելու հավանականությունն է։ Որն է ողջամիտ հավանականությունը, ինչ նկատի ունի բարձր դատարանը։ Սա նախ իրավակիրառներին ուղղված առաջին հերթին դատարաններին ուղղված ուղերձ է եւ դատավորները գիտեն այս հարցի պատասխանը։ Սա այն մոտեցումն է, որ Սահմանադրական դատարանը հետևելով Եվրոպական դատարանի համանման գործերի քննության ընթացքում ընդունած դիրքորոշումներին շարունակել եւ զարգացրել է տեղայնացնելով հայաստանյան համատեքստի համար։ Ընդհանրապես պիտի իմանալ, որ ապացուցողական շեմը հավանականությունների հավասարակշռման մեթոդն է կոնկրետ տեսակի գործերում։ Ինչ է դա նշանակում, որ մի քանի գործոնների առկայությամբ արդյոք ողջամիտ եւ օբյեկտիվ դիտորդի համար ավելի հավանական կթվա, որ գույքը ձեռքաբերվել ապօրինի ճանապարհով, թե օրինական։ Եվ այդ գործոնները բազմաթիվ են։ Օրինակ, գործոն անձին տրված հնարավորությունը քաղաքացիական դատավարությամբ հիմնավորել իր գույքի ձեռքբերման օրինականությունը, որը նա օրինակ չի կատարում։ Երկրորդը, որ մյուս կողմը, հայցվոր կողմը արդեն իսկ որոշակի ապացույցներով հիմնավորում է, որ կա հնարավորություն կոնկրետ այն հանցանքից տնտեսական օգուտ ձեռք բերելու, որի հիմքով սկսվել է ուսումնասիրությունը։ Երրորդը, որ գույքը գերազանցում է 50 միլիոն դրամը հայցը ներկայացնելու պահի դրությամբ եւ այդ ամենով հանդերձ անձը ունենալով քաղաքացիական դատավարությամբ իրեն ընձեռված երաշխիքներով բոլոր հնարավորությունները չի կարողանում հիմնավորել, որ իրեն պատկանող գույքը ձեռք է բերվել օրինական աղբյուրներից։ Դրան համեմատ արդյոք ավելի գերակշռում է այն հավանականությունը, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Մենք խիստ տեսական կշեռքի մասին ենք խոսում։ Կոնկրետ գործով քաղաքացիական հակակոռուպցիոն արդարադատության համակարգի դատավորները պիտի կշռեն եւ գտնեն, թե կշեռքի որ նժարն է ավելի ծանր, այսինքն ավելի հավանական է, որ գույքը հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել, երբ որ խոսքը վերաբերում է հանցավորության դեմ պայքարի շահին, թե օրինական ճանապարհով է ձեռք բերվել։ Նույն կշեռքը ամբողջապես նույնական չէ կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում։ Պարոն Գրիգորյան, ինչու բարձր դատարանը որոշեց այս գործը, որը բավականին մեծ հնչեղություն ունի, քննել գրավոր ընթացակարգով։ Եվ որն է պատճառը, որ գործի քննությունը տևեց մոտ 3 տարի, եթե չեմ սխալվում։ Նախ գործի հնչեղությունը ինքնին անհրաժեշտաբար դատարանին չի պարտավորեցնում գործը բանավոր ընթացակարգով քննելու։ Թե ինչու Սահմանադրական դատարանը դիմողի միջնորդությունը չբավարարեց գործը գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու համար, ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն։ Առաջինը ամբողջ օրենքի ուսումնասիրությունը եւ ամբողջ օրենքի քննությունն էր, որ բավականին ժամանակատար։ Երկրորդը դուք հիշում եք, որ Սահմանադրական դատարանը դիմել էր նաև ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպայի խորհրդի հանձնաժողովին, մեզնում հայտնի է Վենետիկի հանձնաժողով,
եւ նրանցից խորհրդատվական կարծիք է ասել եւ դատարանը տրամադրել էր խորհրդատվական կարծիք։ Խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո սահմանադրական դատարանը վերսկսել էր եւ կրկին կասեցրել էր գործի քննությունը։ Այս անգամ արդեն դատախազության եւ մի շարք պետական մարմինների տեղեկություններ տրամադրելու պահանջներ ուղարկել։ Ստացել էր դրանք, վերլուծել էր դրանք եւ դրանից հետո նոր վերսկսվել էր գործի վարույթը եւ գրավոր ընթացակարգով, ինչպես եւ մեր գրեթե բոլոր գործերը չնչին բացառություններով քննել եւ ավարտել։ Պարոն Գրիգորյան, իսկ քանի ձայնով է ընդունվել այս որոշումը եւ բոլոր 9 դատավորները մասնակցել են, թե ինքնաբացարկ հայտնած դատավորներ կան։ Քանի ձայնով է որոշումը կայացվել խորհրդարան սենյակի գաղտնիք է, իրանք չունեն դա հրապարակելու, որոշումը չի կայացվել ամբողջ կազմով, դատավորներից մեկի մասնակցության անհնարինության վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել։ Իսկ ինչ հիմքով է անհնարինությունը դիտարկվել։ Կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի եւ գործի ելքով պայմանավորված տնտեսական շահի իր եւ իր ազգականի նկատմամբ։ Պարոն Գրիգորյան, կա դատավոր, որ որոշման վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել։ Չէ, դա հրապարակային փաստ է, հատուկ կարծիք չունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանի հետ։